կարող է ինքը չի բարձրաձայնում, բայց ինքը ունի բավականին լուրջ առողջական խնդիր, որը անբուժելի է, մահացու չի, ինքը շատ դրական կերպար է, ինքը բոլոր իր եթերներում, բոլոր իր հարցազրույցներում նկարագրում է, որ ինքը երջանիկ կին է, որ ինքը շատ բախտավոր կին է, բայց չկա նման բան։ Ինքը այդ երջանկությունը ինքն է սարքում, հասկանում եք, ինքը նախ շատ իրանից տարիքով մեծ ամուսին ունի, մոտ 16-17 տարի մեծ իր վրա, ու այդ ամուսնուց ունի աղջիկներ, որոնք ես չեմ ուզում ոչ մեկի վարկաբագեմ, ոչ մեկի վիրավորեմ, այդ աղջիկները ոնց որ հատուկ ստեղծված լինեն այս աղջիկա կյանքը քայքայելու համար, հասկանում եք։ Ինքը ճիշտ է, կարող է եթերներով ասի շատ ենք իրար սիրում, հա ինքը սիրում է, բայց իրան չեն սիրել, հասկանում եք, ու մինչև առ այսօր կյանքը կերել են այս տվյալ աղջիկա, հասկանում ես, վարկաբեկել են, լացացրել են, ցավացրել են այդ երկու աղջիկը, այս աղջիկան, ցավացրել են, նեղացրել են, նույնիսկ ասել են մի հատ այնպիսի բա, որ բաժանման շեմ, նույնիսկ այդ երեխաների մորական կողմը շատ տանջել է այս աղջիկան, ես չգիտեմ, միգուցե եւ իր ամուսինը կնայի դուրը չի գա, որ ես բացահայտում եմ անում, բայց իր ամուսինը պետք է այսպես ասեմ, հերոսի կոչում տա այս կնոջը, որ իր այդ երկու երեխեքին կաբուչևանի բերե ամուսնացրել է։ Այսքան հալածեն, այսքան տանջեն դիմացի կնոջը ու ինքը անընդհատ ջան ասի, այս մարդու առողջականը քայքայվել է։ Այս մարդու առողջականը քայքայվել է ու ինքը ոչ միտեղ չի ասում, հասկանում եք, որ գիտեք ամուսնուս աղջիկները այսպես ինձ տանջել են, այսպես ինձ ցավացրել են, իհարկե ես պայծառատես եմ տեսնում եմ ու ուզում եմ իրան էլ ասեմ, իր ամուսնուն էլ, եթե այս եթերը կնայի, որ պինդ պահի իր կնոջը, որովհետև այդքան լռել, այդքան այս մարդուն ցավացնել, լացացնել, սուտ բաների մեջ գցել ու այս աղջիկը դիմանա, այդ մի քիչ այսօրվա մեր տարում, մեր շոու բիզնեսում չկա նման բան։ Ինքը շատ լավ մարդ է։